Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն արգովաճառքի ենթակա չի։ Մեր պետության ապագան չի կարող դրվել զոհասեղանին հանուն ուրիշների տնտեսական ու քաղաքական շահերի։ Մի կողմ թողնենք Սամվել Կարապետյանի թեկնածության իրավական եւ սահմանադրական արգելքները կապված երկքաղաքացիության եւ մշտական բնակության պահանջների հետ։ Հարցն այստեղ շատ ավելի խորն է ու հայեցակարգային։ Բացառապես քաղաքական անգրագիտություն է կարծել, թե կարելի է առաջադրել այլ պետության տնտեսական համակարգից անմիջական կախվածության մեջ գտնվող թեկնածուի ու ակնկալել, որ ապագայում Հայաստանը չի հրաժարվի իր քաղաքական ինքնիշխանությունից։ Մի մայրաքաղաքի, ուր ընդամենը մի հեռախոսազանգով կարող են փոշիացնել տվյալ անձի ողջ ունեցվածքը։ Ուժեղ Հայաստան կուսակցության այս նկրտումները բախվելու են մեր պետականության ամուր պատնեշներին, երբ թեկնածուի ողջ կարողությունը գտնվում է մի ուրիշ երկրի իրավական եւ քաղաքական տիրույթում, առաջանում է մի պարզ, բայց օրհասական հարց։ Կասեք, որտեղ է լինելու որոշումների կայացման իրական կենտրոնը։ Երևանում, թե Կալուգայից ընդամենը 160 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրաքաղաքում, որտեղ կենտրոնացված են տվյալ անձի բիզնես շահերը։ Մենք արդեն տեսել ենք, թե ոնց է օլիգարխիկ վերնախավը փերկչի քողի տակ փորձում մտնել քաղաքականություն։ Պետությունը վերածելով սեփական բիզնես շահերի սպասարկողի, Հայաստանը վերադարձ չի ունենալու այն ժամանակներին, երբ ներքաղաքական օրակարգը ձևավորում էր այլ երկրի քաղաքական վերնախավի հայեցողությամբ։ Այս ուղղակի քաղաքական պայքար չի, այս պայքարա կորսվելու վտանգի դեմ, պայքարա հանուն այն բանի, որ մեր պետական դիմագիծը չլուծվի ու չանհետանա հյուսիսի թելադրած օրակարգի մեջ։ Ժողովրդավարական Հայաստանում ինքնիշխանությունը չի կարող լինել դրսից ուղարկված պրոդուկտի փաթեթ։ Մեր ինքնիշխանությունը սակարկության առարկա չի, իսկ սեփական ապագան տնօրինելու իրավունքը մեր քաղաքացու ամենամեծ ձեռքբերումն է, որը որևէ բարերարի փայլուն քողի տակ չի զիջվելու։ Մենք ձեզ այդ հնարավորությունը չենք տալու, որ Երևանից շուրջ 2000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կաբինետներում որոշվի, թե ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ինչպես պետք է ապրի։ Սիրելի հայրենակիցներ, հունիսին 7-ին պետք է ընտրել իրավ եւ լիակատար խաղաղություն։ Այս խաղաղությունը մեր ժողովրդից որևէ մեկը չի կարող խլել եւ որևէ բիզնեսմեն եւ որևէ ռուսաստանցի օլիգարխ այլևս չի կարողանալու մեզանից դա տանել։ Հայաստանի Հանրապետությունում որոշումները այլևս Երևանում են կայացնելու։ Լավ մնացեք։ Որ գնաս գյուղերը, հեռավոր գյուղերը, կտեսնես, որ ճանապարհներ ինչքան լավ է սարքած։ Մեկ դա են գնահատում, որ դպրոցներն արել դա են գնահատում, շատ բաներ գնահատում են, եւ երեք ես լսեցի այդ բանը, որ եվրոպացիների այդ հանդիպումը համերգ էր, չէ, ու ինչքան լավ էր կազմակերպած, սենց լսում եմ ես հոյին պատմությունն ա գիտեմ ինչ, բայց փշաքաղվում եմ, ու մի հատ էլ երեխա ա ոնց որ հաղորդումը վարում անգլերենով, ու նենց շատ սենց պատկերներն ա ցույց տալի, էլի մեր Բերդ պարը ցույց տվեցին ինչ, ու այդ բոլորը ավարտվեց Արամ Խաչատրյանի Սուսերով պարից։ Թեկուս ամսի 24-ը գնացին Եղեռնետի ամբողջ ժողովուրդ իրանց ցանկությամբ գնում են հիշատակի օրա գնում են, հաջորդ օրը ուրախության համերգ էր հրա, այդ դա եմ գնահատում եմ, որ լացելու ժամանակ լաց են քլնում, ուրախանալու ժամանակ ուրախանում ենք, գնահատում եմ, որ մենք պետքա իրար ուրախացնենք, մեր հույսը մեր վրա դնենք, նաև ունենանք հարևաններ, նաև ունենանք բարեկամներ, նաև ունենանք լավ հարաբերություն, թշնամություն, իրար նկատմամբ թշնամություն, հարևանի նկատմամբ թշնամություն,
Այդ չենք ուզում, մենք ուզում ենք խաղաղություն, համերաշխություն, մենք քրիստոնյա մարդիկ ենք։ Ինչ ասե Քրիստոսը։ Աստված 10 պատվիրան տվեց, մի գողացի, մի, հետո Քրիստոսը, որ պետքա գնար խաչվելու, այդ 10 պատվիրանը ասեց, ես ձեզ մեկ պատվիրան եմ թողնում, սիրեք իրար։ Հիմա մենք ինչ ենք անում, իրար անցանոթ կնանիք, նստած զրույց ենք անում, ուրախանում ենք, ծիծաղում ենք, ինչ ասես, պատմում եք։ Այդպես պետք է լինի ամբողջ ժողովուրդը, ամբողջ հայությունը։ Այդ չպետք է լինի ես փողեր ունեմ, իմ փողի համար ես Նիկոլն ինչա, այն մեկը իր ունեցածը, այն մեկը ոչ մեկը պետության համար չի մտածում ոնց որ Նիկոլը, ամեն մեկը իր թալանացն է պահպանում, այդ է մտածում։ Մենք գնահատում ենք այո, ներկա իշխանություններին, մենք կընտրենք ներկա իշխանություններին, թող Աստված օրհնի Հայաստան աշխարհը իշխանություններին եւ իշխանություններին տա ել ավելի իմաստնություն մեր երկիրը կառավարելու